ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը մեկնարկել է արտասահմանյան շրջագայություն, որը կմեկտեղի դիվանագիտությունը և սպորտը։ Մեկ շաբաթյա ուղևորության ընթացքում Վենսն Իտալիայում կմասնակցի ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որից հետո կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Associated Press գործակալությունը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վենսին հանձնարարել է զարգացնել ձեռք բերված համաձայնությունը, որը վերջ է դրել երկու երկրների միջև տասնամյակների հակամարտությանը։ Գործակալությունը սակայն չի հստակեցնում Հայաստան և Ադրբեջան ԱՄՆ փոխնախագահի ժամանման օրը։ Ջեյդի Վենսի Հայաստան և Ադրբեջան կատարելի կայցի մասին հունվարի վերջին հայտնել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Հայաստանի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները կտևեն տարիներ, իսկ նման հնարավորության դեպքում Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նրա խոսքով Եվրամիությունը տնտեսական միությունից վերածվում է ռազմաքաղաքական միության և դա պետք է հաշվի առնվի։ Նա նշել է, որ Հայաստանի ժողովուրդը պետք է որոշի, որ միավորման մեջ լինել։ Օվերչուկը հավելել է, որ Հայաստանի ընտրությունը կազդի ոչ միայն տնտեսական հարաբերությունների, այլև մնացած ամեն ինչի վրա։ Ռուսաստանի փոխվարչապետի խոսքով Հայաստանը հասկանում է ԵԱՏՄ-ի հետ իր կապերի կարևորությունը, սակայն միևնույն ժամանակ Հայաստանում մեծ թվով մարդիկ ցանկանում են ավելի սերտ կապեր հաստատել Եվրամիության հետ։ Նրանք հանդիպում են, զրուցում, ստորագրում փաստաթղթեր։ Սա առաջին հերթին վերաբերում է վիզային ռեժիմի ազատականացմանը և Եվրամիության ստանդարտների ներդրմանը, ասել է ՌԴ փոխվարչապետը։ Նա շեշտել է, որ Մոսկվան ուշադիր հետևում է ստանդարտներին և տեխնիկական կանոնակարգերին վերաբերող հարցերին, քանի որ դա կարևոր է ԵԱՏՄ ընդհանուր շուկայի պահպանման համար։ Հայաստանի կողմից ներկայում ընտրվող ստանդարտներն ըստ Օվերչուկի չեն հակասում ԵԱՏՄ-ում առկա ստանդարտներին։ Աբու Դաբիում շարունակվել են փետրվարի 4-ին մեկնարկած ԱՄՆ-Ուկրաինա-Ռուսաստան եռակողմ բանակցությունները։ Ինչպես քննարկումների առաջին օրը տեղի են ունեցել եռակողմ խորհրդակցություններ, այնուհետև խմբային աշխատանք։ Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հարցում կա առաջընթաց։ Նրա խոսքով Եվրոպայից և Բրիտանիայից մի շարք դերակատարներ փորձում են միջամտել գործընթացին, սակայն որքան ավելի շատ են նման փորձեր արվում, այնքան ավելի ակնհայտ է առաջընթացը։ Նա նաև հայտնել է, որ ակտիվ աշխատանք է իրականացվում ռուս-ամերիկյան տնտեսական հարաբերությունների վերականգնման ուղղությամբ։ Իր հերթին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ կողմերը համաձայնել են 314 գերիների փոխանակում կատարել։ Այս արդյունքը ձեռք է բերվել խաղաղության բանակցությունների շնորհիվ, որոնք մանրամասն էին և արդյունավետ։ Չնայած դեռևս զգալի աշխատանք կա անելու, սակայն նման քայլերը ցույց են տալիս, որ կայուն դիվանագիտական ներգրավվածությունը շոշափելի արդյունքներ է տալիս և առաջ է մղում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ջանքերը, հայտարարել է Ուիթքոֆը հավելելով, քննարկումները կշարունակվեն, առաջիկա շաբաթների ընթացքում սպասվում է լրացուցիչ առաջընթաց։ Չնայած ընթացող բանակցություններին փոխադարձ հարվածները շարունակվում են, Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է ավելի քան 180 անօդաչու։ Մոսկվայից հայտնել են ուկրաինական 95 անօդաչու խոցելու մասին։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Վիթաքերը հայտարարել է, որ բանակցություններին զուգահեռ Ուկրաինայի դաշնակիցներն ակտիվորեն ամերիկյան զենքեր են գնում, որպեսզի Ուկրաինային ապահովեն պաշտպանական անհրաժեշտ կարողություններով։ 2026 թվականի փետրվարի 5-ին լրանում է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի միջև ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագրի ժամկետը։ Այս փաստաթուղթը կարգավորում էր աշխարհի երկու խոշորագույն միջուկային զինանոցների քանակը և միջազգային կայունություն ապահովող հիմնական համաձայնագրերից մեկն էր։ ԱՄՆ-ն և Ռուսաստանը պայմանագիրը ստորագրել էին 2010 թվականին։ 2021 թվականին այն երկարաձգվել էր ևս 5 տարով, մինչև 2026 թվականը։ Ըստ փաստաթղթի ԱՄՆ-ն և Ռուսաստանը կարող էին ունենալ միջուկային զենք կրելու ունակ 800 միավոր համակարգ, սակայն դրանցից միայն 700-ը կարող էին տեղակայվել և պատրաստ լինել օգտագործման, իսկ միջուկային մարտագլխիկների թիվը սահմանափակվում էր 1550-ով։ 2025 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել էր ԱՄՆ-ին կամավոր հիմունքներով ևս 1 տարի պահպանել պայմանագրով նախատեսված սահմանափակումները։ Ամերիկյան կողմն առայժմ չի պատասխանել այս առաջարկին։ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ կողմերն այլևս սահմանափակված չեն պայմանագրի որևէ պարտավորությամբ։ Միևնույն ժամանակ, ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ի, Մոսկվան մտադիր է գործել պատասխանատու և կշռադատված կերպով և իր գործողություններն այս ոլորտում կառուցել վերլուծելով ԱՄՆ-ի քաղաքականությունը և ռազմավարական ոլորտում ընդհանուր իրավիճակը։ Չինաստանն ափսոսանք է հայտնել պայմանագրի ժամկետի լրանալու առնչությամբ և Միացյալ Նահանգներին կոչ է արել վերսկսել ռազմավարական կայունության շուրջ Ռուսաստանի հետ երկխոսությունը։ Չինաստանի ԱԳՆ խոսնակը նաև նշել է, որ երկիրն իր միջուկային ուժերը պահպանում է այն նվազագույն մակարդակում,
որոշում, որն անհրաժեշտ է ազգային անվտանգության համար, եւ մտադիր չէ սպառազինությունների մրցավազ սկսել որևէ երկրի հետ։ Իր հերթին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Վաշինգտոնը պատրաստ է գործակցել Ռուսաստանի, Չինաստանի եւ ցանկացած այլ երկրի հետ աշխարհում միջուկային զինանոցների կրճատման համար։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հաստատել է, որ փետրվարի 6-ի առավոտյան Մասկատում տեղի կունենան ԱՄՆ-ի հետ բանակցություններ։ Արաղչին շնորհակալություն է հայտնել Օմանին հանդիպումը հյուրընկալելու համար։ Ավելի վաղ մամուլում լուրեր էին տարածվել, թե հանդիպման ձևաչափի հարցում անհամաձայնությունների պատճառով բանակցությունները չեն կայանա։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, որպիսի բանակցություններն արդյունավետ լինեն, դրանք միջուկային հարցերից բացի պետք է ներառեն նաև Իրանի բալիստիկ հրթիռներին, Մերձավոր Արևելքում զինված խմբավորումներին, Թեհրանի աջակցությանը եւ սեփական ժողովրդի նկատմամբ վերաբերմունքին առնչվող հարցեր։ Իրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ պատրաստ է քննարկել միայն իր միջուկային ծրագիրը, իսկ բալիստիկ հրթիռների ծրագրի ներառումը բանակցություններում համարում է կարմիր գիծ։ Ակնկալվում է, որ իրանական կողմից բանակցություններին կմասնակցի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը եւ Դոնալդ Թրամփի փեսա եւ խորհրդական Ջարեդ Քուշները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։